Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է պահպանվել, սակայն հակամարտությունը մտնում է նոր փուլ։ Ռազմական գործողությունների ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է եւ առաջնային են դառնում դիվանագիտական ու տեղեկատվական գործընթացները։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ հակամարտությունը միաժամանակ մի քանի հարթություններում է զարգանում։ Նախկին ինտենսիվությունը չկա, բայց կողմերից յուրաքանչյուրը ունենալով իր տարբեր թիրախները Իսրայելը Միացյալ Նահանգները բնականաբար Իրանի ներսում ռազմավարական նշանակության օբյեկտներ, Իրանն էլի պատասխան թե Իսրայելում թե տարածաշրջանում իր կողմից հնարավոր ռազմական եւ ռազմավարական օբյեկտներ թիրախավորում։ Միևնույն ժամանակ ակտիվացել է տեղեկատվական պայքարը։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հայտարարում են, որ արդեն հասել են իրենց նպատակներին եւ պատրաստ են դիտարկել հակամարտության ավարտը։ Առանձին կարևորություն է Հորմուզի նեղուցը։ Իրանը փորձում է ուժեղացնել վերահսկողությունն այս ռազմավարական ուղու նկատմամբ, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային էներգետիկ շուկաների համար։ Իրանական կողմն արդեն նոր կանոններ փորձում ներկայացնել այն, որ Հորմուզը ամբողջովին լինել է իրանական, ուրեմն վերահսկողության ներքո, որոշակի առումով կարող են Օմանի հետ պայմանավորվել, դրան զուգահեռ բնականաբար դարձյալ հաստատում են կամ նշում են տարբեր դրույքաչափեր։ Այս ֆոնին ակտիվացել են նաև միջնորդական ջանքերը։ Մի շարք երկրներ փորձում են նպաստել բանակցությունների մեկնարկին։ Դրանց թվում են Թուրքիան, Պակիստանը, Ճապոնիան ու Եգիպտոսը, սակայն ըստ փորձագետի այս փուլում լիարժեք բանակցություններ դեռևս չկան։ Պետրոսյանի խոսքով տարածաշրջանի արաբական երկրները, հատկապես Պարսից ծոցի պետությունները շահագրգռված են հակամարտության վերջնական լուծմամբ։ Ուշագրավ է նաև Թուրքիայի դիրքորոշումը, որը փորձում է պահպանել չեզոքություն ու միաժամանակ մեծացնել իր ազդեցությունը։ Թուրքիան շարունակում է հետևել պրոցեսներին, ամեն կերպ մանևրում է, որպեսզի ուրեմն չներքաշվի պատերազմի մեջ, որտեղ ակնհայտ է, որ գոնե Իսրայելի կողմից փորձ է արում տարբեր սադրանքների միջոցով Թուրքիան եւս ներքաշել պատերազմի մեջ։ Եվ իհարկե դիվանագիտական մակարդակում էլ փորձում է իր միջնորդական հնարավորություններն առաջարկել, որպեսզի ուրեմն որպես միջնորդ, իր այսպես կշիռը ավելի մեծացնելով տարածաշրջանում իր դերն ավելի ամրապնդի։ Ինչ վերաբերում է Իրանի ներքաղաքական իրավիճակին, ապա հստակ պատկեր չկա։ Տեղեկատվական սահմանափակումների պատճառով Իրանում համացանցն անջատված է։ Այն տեղեկատվությունը, որ տարածվում է Իրանից, դա բնականաբար ավելի շատ ուղղված է վարչակարգի ուրեմն շահերը ներկայացնելուն կամ այ վարչակարգի շահերի տիրույթում է, այսինքն որ ժողովուրդը աջակցում է կառավարությանը, ժողովուրդը կառավարության վարչակարգի կողքին է պատերազմի ընթացքում։ Հակամարտության աշխարհագրությունը շարունակում է կենտրոնանալ Պարսից ծոցի տարածաշրջանում եւ այս պահին Հարավային Կովկասը ներգրաված չէ։ Փորձագետի գնահատմամբ արագավարձ սպասել պետք չէ։ Ըստ նրա, իրանական կողմն էլ իր երաշխիքները պետք է ունենա, որ հակամարտությունը նորից չի սկսվի։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։